Ողջույն բոլորիդ, Ջողջան, շատ ուրախ եմ, որ այսօր սենց հավաքվել ենք ու ընդհանրապես այս Ռեարմենիայի տարեկան միջոցառումները իմ ամենասիրելի օրերից է տարվա, որտեղ սենց բոլորով հավաքվում ենք, սենց լիքը մարդկանց վաղուց չես տեսել, տեսնում ես, նախորդ տարին ենք ամփոփում հաջորդի պլանները ու ամենակարևորը ինչ որ տեղի է ունենում, լիքը նոր ծանոթություններ ու նոր պատմություններ սկսում են հենց այս հանդիպումներից ու այդ պատմությունները շարունակվում են հաջորդ տարիների ընթացքում Ես, որ Գևը ասեց, ներկայացնելու եմ 2025-ի մասին հենց պլատվորմի ազդեցությունը, ստեղ մի բան եմ ուզում նշել, որ մենք այս մի տարվա ընթացքում մեր communication-ը մեծ մասը եղել է ակադեմիայի ու AI կուրսերի վերաբերյալ, քանի որ թիմի ֆոկուսը հենց այդ ուղղությամբ է եղել, այդ մասին Գևը ավելի մանրամասն կպատմի, ես հենց հարթակի ազդեցության մասին, որի մասին այդքան շատ չենք պատմել ձեզ, այսօր կպատմենք, գնանք առաջ Այս են թվերն են, որ ունեցել ենք 2025 թվականին, 2025-ին Ռեարմենիա համայնքում ևս 5200 նոր նվիրաբերողներ ավելացան, բոլորիդ շատ շնորհակալ ենք, ունեցանք 52 հաջողած նախագծեր, որոնք իրենց նպատակին մինչև վերջ հասան, այդ նախագծերը Այս բոլոր նախագծերը միասին հավաքագրել են 1.7 միլիոն դոլար գումար միայն 2025 թվականին ու ամենակարևորը, որ այս ամբողջ թվերի արդյունքում փոխվել է 6400 մարդու կյանք։ Նաև քանի որ 5-րդ տարին է, մենք առանձնացրել ենք մինչև հիմա այս 5 տարիների ընթացքում Ռեարմենիայի ազդեցության թվերը ու ունենք այս պահին 26000 հոգանոց համայնք 62 տարբեր երկրներից, ունենք 221 հաջողած նախագծեր, 7 միլիոն դոլար հավաքագրած գումար ու 30000 փոխված կյանքեր։ Ուզում եմ այս թիվը ֆիքսենք, ուսենց մի պահ գիտակցեմ, որ մենք 26000 համայնականներով դրական փոփոխություն ենք բերել 30000 մարդու կյանքում ու հենց այս թիվը Ռեարմենիայի գոյության իմաստն է ու այս մեր բոլորի շնորհքն է, շատ շնորհակալ ենք։ Հիմա մի փոքր արդեն ոնց որ թիմի նպատակների մասին խոսեմ, Գևը սկզբում նշեց, որ մենք ամեն տարի ինչ-որ նպատակ ենք սահմանում մեր համար ու անցած տարվա սկզբին մեզ համար սահմանալի ենք, որ 2025-ը լինելու է Ռեարմենիայի ֆինանսական ինքնաբավության տարին ու ինչի հետևանքով է դա։ Տեղյակ եք բոլորդ, որ Ռեարմենիան լրիվ անվճար հարթակ է, մենք ոչ մի միջնորդավճարներ, ոչ մի հավելյալ գումարներ ոչ նախագծի հեղինակներից, ոչ այս ամբողջ համագործակցությունների արդյունքում չեն գանձում ու ինքներս մեր ֆանդրեյզինգը անում ենք, որպեսզի մեր գործունեությունն ապահովենք։ Այս նախորդ 4 տարիների ընթացքում միշտ ունեցել ենք ֆինանսական անկայունություններ ու եկավ մի պահ, որ հասկացանք, որ ավելի մեծ ազդեցություն ունենալու համար ու ավելի շատ արդյունքներ ունենալու համար մեզ ուղղակի պետք է ֆինանսական կայունություն։ Դրա համար որոշեցինք, որ 2025-ին վերջնական այդ հարցը կլուծենք։ Ու ինչ արեցինք, այս պատկերն է ինչ որ ունեցել ենք, մեր արդեն ձևավորված 3 ուղղությունները, որտեղից որ եկամուտ էինք ստանալու, դա ակադեմիան, Վյուն ու Թումենսոն, ավելի կենտրոնացանք դրա վրա, ամենաառաջին հերթին ակադեմիայի ու AI դասընթացների վրա, որտեղից որ եկամուտներ ենք ստանում, անցած տարի 187500 դոլար եկամուտ է գեներացրել ակադեմիան, ու այստեղ նշեմ, որ մենք այս ամբողջ գումարը ներդրել ենք հենց ակադեմիայի մեջ ու այս ռազմավարական քայլ է, որպեսզի հաջորդ տարիներին ակադեմիան դառնա մեր կայուն ֆինանսական աղբյուրներից մեկը։ Թումենսոյի Վյունի մասով որպես այդպեսին չեն կենտրոնացել, իրանք աշխատում են իրենց բնականon հունով, հետագա տարիներին արդեն ոնց որ դրանց էլ կանրադառնանք, այս հիմնական կապված է թիմեր ձևավորելու հետ։ Ու ամենակարևոր բանը, որ տենց ձեռքբերումը, որ մենք ունեցանք այս տարի, մենք որոշեցինք, որ մեծ գրանտերի, մեծ նվիրաբերությունների հետևից չգնանք, այլ ձևավորենք կայուն նվիրաբերողների համայնք, ովքեր ավելի փոքր գումարներով, բայց պարբերաբար մեզ կաջակցեն։ Ու այդ համայնքը ի հաջողություններ շատ լավ ստացվեց ձևավորել, ու ամենամեծ ուղղությունը էլ եղան նվիրաբերությունները, բայց շատ կայուն, ու 257,000 դոլար մենք մեր աջակիցների շնորհիվ կարողացանք ներգրավել ու Ռեարմենիայի կայունությունը ապահովել ու հույս ունեմ, որ սրանից հետո էլ ֆինանսական անկայունություններ մեր մոտ չեն լինի։
Ու այս նվիրաբերողներից շատերը այստեղ են, շատ շնորհակալություն ձեզ։ Ուզում եմ, որ այսօր անպայման այս ամբողջ ինֆորմացիան տեսնեք ու հասկանաք, թե ինչ մեծ ազդեցություն եք դուք բերել։ Շատ շնորհակալություն։